Րաֆֆի, կայծեր 1963 հատոր առաջին Դպրոց Մեր դպրոցը Տեր-Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ և համարյա կպած նրա հետ։ Այն նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին թվով մինչև 40 աշակերտներ։ Բացի աշակերտներից, այնտեղ կապած էին տեր֊հոր նորածին հորթերից երեքը։ Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռից դասատան մեջ ծակված պատուհանները բաց էին անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում։ Մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք։ Որքան ուրախանում էինք մենք, թեև անասունների շնչառությունից գոլորշիացած ջերմությունը խեղդելու չափ ծանր էր։ Ամառը շատ վատ էր այնտեղ, որովհետև ախոռի մեջ գտնված անմաքրությունների խմորվելուց մի կողմից փչում էր անախորժ գարշահոտություն, մյուս կողմից գոյանում էին զանազան տեսակ զեռուններ, որոնք լվերի հետ խումբեր կազմելով ահագին բազմությամբ արշավանք էին գործում դեպի մեր դասատունը։ Նրանք այնքան մանր էին, որ աչքը հազիվ էր տեսնում, բայց որպես սարսափելի կերպով խայթում էին, այդ միայն Աստված գիտե։ Ամբողջ դպրոցը բաղկացած էր մեկ դասատնից։ Նրա միջումն էին ավանդվում թե բարձր և թե տարրական գիտությունները, սկսյալ այբենարանից մինչև այն ահագին գիրքը, որ ես հազիվ էի կարողանում մինչև ժամատան խուցը տանել։ Մեր դասատունը թուրքի մեջիդի նման բոլորովին մեջք էր։ Նստարան, աթոռ, սեղան կոչված բաներ այնտեղ չկային։ Աշակերտները ծալապատիկ նստում էին խոնավ հատակի վրա, առանց տախտակամածի, որ միայն պատած էր ճահճային բույսերից հյուսած հասիրներով։ Վարժապետը միայն իր տակին փռած ուներ այծի մորթի, և մի քանի հարուստների որդիները նույնպես ունեին փոքրիկ օթոցներ, որ բերել էին իրենց տներից։ Միակ առարկաները, որոնք հիշեցնում էին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց էր, էին ֆալախկան և մի խուրձ դալար ճիպոտներ նրա մոտ դրած։ Ահ, քանի անգամ մենք գողացանք, քանի անգամ կոտրեցինք այն անիծված ֆալախկան, դարձյալ չկարողացանք ազատվել նրանից։ Նա միշտ կար և կար։ Նա միշտ անպակաս մնաց մեր դպրոցից։ Երբ ես շատ ուշ, վերջին ժամանակներում կարդացի ինկվիզիցիայի հնարած գործիքների նկարագրությունը և նրանց տեսակները, զարմացա, թե ինչպես էր պատահել, որ կաթոլիկ եկեղեցու հանճարը, որ այնքան զորավոր էր տանջանքի մեքենաներ ստեղծելու մեջ, բոլորովին ի նկատի չէր առել ֆալախկան, այդ աշակերտի հոգին մարմինը մաշող գործիքը։ Աշակերտի մերկ ոտները դնել այդ պատժական մեքենայի մեջ, պտտեցնելով վեր բարձրացնել, հետո դալար ճիպոտներով այնքան հարվածել, մինչև ողորմելի զոհը բոլորովին թուլանա, ուշաթափ լինի, ահա այդ էր ֆալախկայի նշանակությունը։ Ամենաանտանելին այն էր, որ պատժվող աշակերտին ծեծել էին տալիս նրա բարեկամի կամ ամենասիրելի ընկերի ձեռքով։ Եթե այդ վերջինը հարվածները թուլացնում էր կամ հրաժարվում էր ծեծելուց, նրան ևս ենթարկում էին միևնույն գանահարությանը։ Վաղ առավոտյան սկսվում էր դասատվությունը։ Վարժապետը մի անկյունում նստած էր լինում, որպես քուրմը իր խորին սրբազնության մեջ։ Նրա առջև դրած էր փոքրիկ գրակալը, դա նրա ամբիոնն էր։ Աշակերտները հերթով մոտենում էին, վարժապետի աջը համբուրում էին, չոքում էին նրա առջև և դասագրքերը դնելով գրակալի վրա, սկսում էին համար տալ, դասը ասել։ Սովորաբար ամեն մի սխալի համար յուրաքանչյուրն ընդունում էր խրատի մի սաստիկ զարկ իր ափի մեջ, իսկ եթե դասը բոլորովին սերտած չէր, նրա համար պատրաստ էր անիծված ֆալախկան։ Այդ խրատ կոչվածը Աստծո մի առանձին պատիժն էր։
Նա շինված էր ամենաամուր փայտից և փոքրիկ թիակի ձև ուներ։ Հին գրքերի մեջ գտնված բոլոր ասացվածքները, որոնք վերաբերում էին ծեծելու, գանահարության, փորագրված էին նրա վրա։ Օրինակ, այսպիսի խոսքեր. որ ոչ լուիցե ունկամբ, լուիցե թիկամբ, ծառա, որ ոչ գիտիցե զկամը ստեառն և արժան ինչ գանի գործիցե, արբցե գան սակավ, իսկ որ գիտիցե և մեղիցե արբցե գան բազում։ Դառն է ծառ խրատու, իսկ պտուղն օրաքաղցր։ Խրատելու այդ գործիքն առանձնապես պատրաստվում էր վարժապետների համար, և տեր Թոդիկը իր ունեցածը, որպես պատմում էր, ընծա էր ստացել իր վարժապետից, որպես հիշատակ և որպես նշան իր մեծաքայլ հառաջադիմության։ Պատիժների մեջ մինչև այսօր չեմ մոռացել մեկը, որ որքան ծիծաղելի, այնքան էլ սարսափելի էր։ Աշակերտին կանգնեցնում էին ոտքի վրա և երկու ձեռքով բռնել էին տալիս միաղյուս կամ ահագին այս մավուրքը։ Նա ժամերով, հնդկական ֆակիրի նման, այդ ծանր գիրքը պետք է պահեր գլխից բարձր, երկու ափերի մեջ։ Թևքերը հոգնում էին, ջղերը թուլանում էին, բայց այդ ոչինչ, գլխավոր տանջանքը նրանումն էր, որ հանցավորը պետք է կանգներ մեկ ոտքի վրա, մյուս ոտքը գետին դնելու համարձակություն չուներ։ Սովորաբար ընտրում էին ձախ ոտքը, իսկ աջը պետք է վեր բարձրացած պահեր։ Մի աշակերտ մտրակը ձեռին կանգնած էր նրա մոտ, հսկում էր այդ անտանելի մարմնամարզության վրա։ Երբ պատահում էր հանցավորին ոտքը գետին դնել, նա իսկույն մտրակով զարկում էր ոտին։ Այդ սատանայական պատժին ես այն աստիճան սովորած էի, որ երկար կարողանում էի սագի նման մեկ ոտքի վրա կանգնած մնալ։ Մեր դպրոցն ուներ իր ուրիշ խստությունները։ Վաղ առավոտյան պետք է դասատուն գայինք բոլորովին անոթի, առանց մի պատառ հաց անգամ բերան դնելու։ Թեյի կամ սուրճի գործածությունը այն ժամանակ դեռ մեր երկրում մտած չէր։ Իսկ եթե մեր տներում գտնված թանից կամ մածունից նախաճաշիկ անեինք, դրա համար սաստիկ պատիժներ էին նշանակված։ Վարժապետն ասում էր. «Կուշտ փորով չէ կարելի դաս սովորել, երբ մարդ մի բան ուտում է, խելքը պակասում է»։ Եվ նա օրինակ էր բերում ճգնավորներին, վարդապետներին, որոնք ոչինչ չէին ուտում, բայց իրենցից գրքեր էին շարադրում։ Հիշյալ պատվերը մենք կատարում էինք ամենայն ճշտությամբ։ Զեղծումներ անել նրա դեմ անկարելի էր, որովհետև վարժապետը սատանայի պես իմանում էր, երբ աշակերտը մի բան կերած էր լինում։ Ահա ինչպես էր իմանում։ Նախքան ուսման սկսվիլը, վարժապետը, որ աշակերտի վրա կասկած ուներ, սկսում էր քննել նրա լեզուն, որ տեսնե արդյոք նա իր ծոմը լուծել էր, թե ոչ։ Հայտնի բան է, անսվաղ մարդու լեզուն ավելի սպիտակ գույն է ունենում։ Նրա մակերևույթի վրա ճերմակ փառ է նստած լինում, իսկ երբ մի բան ուտում կամ խմում է, լեզուն մաքրվում է և ավելի կարմիր գույն է ստանում։ Այդ պատճառով մենք ամեն առավոտ ոչ միայն ոչինչ չէինք ուտում, բայց և մինչև անգամ վախենում էինք երեսներս լվանալու ժամանակ բերաններս ջրով մաքրել, որ չիցե թե մեր լեզվի ճերմակությունը սրբվի և վարժապետը ասե, թե ծոմը լուծել ենք։ Եվ այսպես մինչև կեսօր մենք պարապում էինք բոլորովին սոված փորով։ Գլուխներս պտտվում էր, աչքներիս առջևը սևանում էր քաղցածությունից, դարձյալ ոչինչ չէինք կարողանում սովորել։ Մեր ժամացույցը պատիստվերն էր, որը գետնի վրա մինչև մի նշանակյալ խազ հասներ, գիտեինք, թե արդեն կեսօր է։ Այն ժամանակ միայն թույլտվություն էինք ստանում ճաշելու։ Բայց որքան անհամբերությամբ սպասում էինք, մինչև ստվերը հասնում էր խազին։ Կարծես արևն էլ մեր վարժապետի նման սիրտ չուներ։ Նա միշտ դանդաղ և դանդաղ էր գնում, ու ստվերը խիստ թույլ կերպով էր տարածվում։ Ճաշ ուտում էինք դասատան մեջ։
Աշակերտները իրենց հետ էին բերում բոլոր պաշարը և անուշ պատառներից բաժին էին հանում տեր֊հոր համար, այնպես որ նրա մասը ավելի ճոխ էր լինում և բազմատեսակ, մինչև անգամ երեծկինն ու նրա որդիքն էլ կերակրվում էին տեր֊հոր սեղանից։ Ճաշից հետո, թեև մենք ունեինք մի քանի հանգստության ժամեր, բայց սաստիկ արգելված էին խաղերը։ Խաղը համարվում էր մեզ համար մի տեսակ չարություն, որ ընդդեմ էր համեստության և հանդարտության կանոններին։ Աշակերտը պետք է լիներ լուռ, անշարժ, ամոթխած և խոնարհ։ Այդ պատճառով սաստիկ պատժվում էր աշակերտը, երբ նրան նկատում էին խաղալիս, ավելի վատթար, երբ նրա մոտ գտնում էին խաղալիքներ։ Այդ մասին երբեմն դպրոցում անակնկալ խուզարկություններ էին լինում, աշակերտների գրպանները որոնում էին։ Հարուստների որդիքը բացառություն էին կազմում դպրոցի խիստ կարգապահության մեջ։ Նրանց շատ բան ներվում էր։ Դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկ դրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրենց աղքատ ընկերներին։ Այսպիսիներից մեկն էր Ալո անունով մի տղա, որ մեր քաղաքի առաջին հարստի որդին էր։ Նրա հայրը արքունի փողերանոցի կապալառու էր։ Այն ժամանակ Պարսկաստանի գլխավոր քաղաքներում դրամներ էին կտրում և կտրելու իրավունքը կառավարությունը կապալով տալիս էր մասնավոր անձինքներին։ Ալոյի հայրը Խոյ քաղաքի փողերանոցի պետն էր, և այդ արտոնությունը սերունդից սերունդ, որպես մի առանձնաշնորհություն, տված էր նրանց տոհմին։ Այս պատճառով այդ տոհմը կոչում էին զառիբներ։ Ալոն մեր ամենաանպիտան աշակերտներից մեկն էր, որ ոչ ոք չէր սիրում նրան, բացի վարժապետից։ Երբ պատահում էր աշակերտներից մեկին պատժել, Ալոն առաջինն էր լինում, որ խնդրում էր վարժապետից իրան թույլ տալ կատարելու դահճի պաշտոնը։ Ծեծել իր ընկերներին, նահատակել նրանց, դա զվարճություն էր պատճառում անսիրտ Ալոյին, և մեր վարժապետը երբեք չէր զրկում նրան այդ ուրախությունից։ Ամեն օր կգար նա դպրոց, մի նոր գիրք իր հետ բերելով, ցույց կտար վարժապետին և կասեր. «Հայրս ասաց, որ այս գրքից դաստակ»։ «Լավ», կպատասխաներ վարժապետը, «դրա վրա կարդա»։ Մի անգամ ես չկարողացա համբերել, Ալոյին ասացի. «Դու մի կանոն Սաղմոսը դեռ հեգելով ես կարդում, այդ մեծ գիրքը ո՞նց պիտի կարդաս»։ «Իմ հայրն էլ մեծ մարդ է», պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ։ «Քո հայրը մեծ մարդ է, այդ ես իմանում եմ, բայց որդին մեծ գիրք կարդալու համար պետք է դեռևս մի քանի տարի սովորե»։ «Ինչ պիտի սովորեմ, հայրս ասաց, տար այդ գիրքը կարդա, որ դպրոցի մեջ առաջին աշակերտը լինես»։ «Որպես ինքը քաղաքի մեջ առաջին մարդն է», պատասխանեցի ես ծիծաղելով։ Այդ միջոցին զգացի ապտակի մի սաստիկ հարված երեսիս վրա։ Ես էլ պատասխանեցի նրան իմ զորեղ մուշտիով։ Անպիտանը իսկույն վազեց վարժապետի մոտ և ինձ վրա գանգատվեց։ Դե, ձեզ եմ թողնում երևակայել այն անտանելի պատիժը, որ ես ստացա իմ հանդգնության համար։ Ես համարձակվել էի իմ մուշտիով պատասխանել արքունի փողերանոցի գլխավորի որդուն։ Դա անկարելի բան էր։ Բայց այն օրից իմ մեջ ծագեց մի սաստիկ ատելություն դեպի ամեն ինչ, որ արքունական էր, և դեպի ամեն մարդ, որ հարստացել էր արքունիքի շնորհիվ։ Հարուստների որդիների նախապատվությունը դպրոցի մեջ առանց պատճառի չէր։ Նրանք տոն օրերում վարժապետի համար ընծաներ էին բերում, գինի, արախ, յուղ, պանիր և դրանց նման բաներ։ Նրանց հայրերը վարժապետին խալաթ էին տալիս, երբ որդիները մի գրքի կարդալը վերջացնում էին և սկսում էին մյուսը։ Բայց ես աղքատ էի։ Մայրս դժվարությամբ կարողանում էր վճարել իմ ամսականը, իսկ ընծաների փոխարեն ես կատարում էի վարժապետիս տնային գործերը։ Առավոտից մինչև երեկո հանգստություն չունեի։
Աղբյուրից խմելու ջուր էի բերում, կովերի համար ուտելու խոտ էի քաղում դաշտից, հորթերը բռնում էի, մինչև երեսկինը կովերը կթում էր, և եթե ուրիշ գործ չէր լինում, ճաշից հետո նստում էի վարժապետիս կողքին, ճանճեր էի քշում, որ նրա անուշ քունը տանե։ Պատահում էր, մեր թաղում մկրտություն էր լինում կամ թաղում։ Այն օրը վարժապետիս համար հարսանիք էր, իսկ մեզ համար մահ։ Աշակերտներից մի քանիսը, որոնք մեծ էին հասակով և տիրացություն անել գիտեին, վեր էին առնում տեր֊հոր փիլոնը, մաշտոցը, բուրվառը և քահանայական այլ սպասները։ Նրանք գնում էին խորհրդի տեղը։ Այսպիսի դեպքերում, երբ կարող էինք մի փոքր ազատ շունչ քաշել, ավելի դառն էր լինում մեր վիճակը։ Վարժապետը մտածելով, որ իր բացակայության ժամանակ մենք անկարգություններ կանենք, հնարել էր մի սատանայական միջոց մեզ հանգիստ պահելու համար։ Նա մեզ նստացնում էր միմյանցից հեռու։ Մեր հագուստի լայն փեշերը տարածում էր գետնի վրա, նրանց վրա ածում էր մանր ավազ, հետո ավազը դրոշմում էր փայտյա կնիքով, որ հատկապես դրա համար պատրաստված էր։ Երևակայեցեք մեր դրությունը, ամբողջ ժամերով պետք է մեխած մնաս գետնի վրա, մի շարժում անգամ անել չես կարող, որովհետև իսկույն ավազը կխառնվի, կնիքը կլուծվի, և վարժապետը դա տեսնելով հոգիդ կառնե։ Այսպիսի պատիժներին խիստ հաճախ ենթարկվում էի ես։ Բարերար Աստված, ինչ պետք է անեի, խոմեռել չէի, որ անշարժ մնայի։ Պատահում էր կամ լուն էր կծում, կամ ճանճն էր նեղացնում, կամ վերջապես մի ուրիշ հարկավորություն ունեի։ Վարժապետը դառնում էր տուն մի փոքր տաքացած գլխով, նա գտնում էր կնիքը լուծված, այն ժամանակ պատրաստ էր ինձ համար կամ անիծված ֆալախկան, կամ մերկ ծնկներով չոքել աղյուսի մանրած կտորների և կամ սիմինդրի հատիկների վրա, ու դարձյալ պետք է մնայի անշարժ։ Լինում էին օրեր, որ պատիժը ընդհանուր էր դառնում, աշակերտները բոլորը միասին պատժվում էին։ Տարվա մեջ մի քանի անգամ մենք ունենում էինք արձակուրդներ։ Մեծ արձակուրդները լինում էին Զատկի և ծննդյան տոների ժամանակ, յուրաքանչյուր տոնին մի շաբաթ։ Երբ տոներից հետո աշակերտները կրկին հավաքվում էին դպրոցը, մեր վարժապետը առանց խտրության աշակերտների ոտները դնում էր ֆալախկայի մեջ և բոլորին հավասարապես ծեծում էր։ Ինչու համար։ Այդ նրա համար էր, գուցե աշակերտները արձակուրդի ժամանակ իրենց տներում կամ դրսում որևիցե անկարգություն արած լինեին։ Իհարկե, այդ կարծեցյալ անկարգությունը ստուգել անհնարին էր։ Ուրեմն պետք էր թե մեղավորին և թե անմեղին հավասարապես պատժել։ Այս բարբարոսության մեջ մի ուրիշ միտք ևս կար։ Ինչպես լավ ձիավորները ձիու վրա նստածին պես տալիս են նրան մի քանի մտրակի զարկ, որ թմրած անասունը զգաստանա, գրգռվի, այնպես էլ մեր վարժապետը հանգստի օրերից հետո լարում էր մեր մտավոր ուժերը ճիպոտներով, որ սթափվենք, որ վայրենացած կյանքից կրկին ընտելանանք դպրոցական տաժանակիր կյանքին։ Մեր վարժապետը չարասիրտ մարդ չէր, ընդհակառակը, նա շատ բարի էր։ Այս բոլոր խստությունները, այս բոլոր անգթությունները առաջ էին գալիս նրա մանկավարժական հասկացողությունից։ Նա համոզված էր, որ առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը ոչինչ չի սովորի։ Նա այնքան հավատում էր իր ֆալախկային, որքան հավատում էր իր թիլիսմաններին և կախարդական արարողություններին, որոնցմով հրաշքներ էր գործում։ Երբ պատմում էի մորս դպրոցում կրած իմ տանջանքները, նա էլ միևնույնն էր հաստատում և սովորաբար պատասխանում էր. Որդի, մինչև ծեծ չուտես, մինչև նեղություն չքաշես, բան չես սովորի։ Ապա ինչու այնքան ծեծ էի ուտում, այնքան տանջվում էի, դարձյալ ոչինչ չէի կարողանում սովորել։ Ես հիմար տղա չէի, ես շատ սրամիտ էի։ Երբ տատս մի հեքիաթ էր պատմում,
Ես միանգամից բոլորը սովորում էի։ Երբ մեր քաղաքում աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էր պատմում, ես իսկույն սովորում էի։ Իսկ դպրոցում ինչու այնքան բթամտացա, որտեղ կորավ իմ սրամտությունը։ Տատիս հեքիաթը, աշուղի երգը ես հասկանում էի, դրա համար շուտ էի սովորում, բայց վարժապետիս դաս տված բաներից ոչինչ չէի հասկանում։ Ինձ երևում էր, որպես թե նրանք հայերեն չլինեին։ Գիշեր ու ցերեկ դասս սերտում էի ու սերտում, գլխումս մի բան չէր մտնում։ Հենց որ վարժապետիս աչքը ընկնում էր աչքիս, ես սարսափում էի, միտքս շփոթվում էր, գիտցածս մոռանում էի։ Ես մինչև այն աստիճան ընկած էի թե մտքով և թե հոգով, մինչև այն աստիճան սպանված էին իմ մեջ մանկական ուժերը, որ բոլորովին հավատում էի, երբ վարժապետս բարկանալով ասում էր. «Սատանայի լակոտ, քեզանից մի օրինավոր բան դուրս չի գա»։ Առաջին անգամ վարժապետս ինձ տվեց սովորել այբենարանը։ Կարծես այս րոպեիս էլ իմ աչքի առջևն է այն փոքրիկ տետրակը, տպած խոշոր տառերով։ Նրա ճակատին նկարած էր մի մեծ խաչ, որի ներքև կային այս խոսքերը. «Խաչ, օգնյա ինձ»։ Մի քանի ամբողջ ամիսներ երեսս խաչակնքելով կրկնում էի այդ երեք բառերը։ Վարժապետս ասում էր. «Եթե ամեն դասի սկզբում խաչից օգնություն չխնդրես, ոչինչ չես կարող սովորել»։ Բայց երևում էր, որ խաչն էլ խռովել էր իմ գլխին, նա ինձ խելք ու միտք տալու նպատակ չուներ։ Ես մինչև այսօր չեմ կարող հեռացնել այն ծանր և անախորժ տպավորությունը, որ թողել է իմ վրա այբ բենը։ Նրա ամեն մի տառը կարծես թե ուզում էր վիշապի նման ինձ կուլ տալ։ Գիշերներն անգամ հանգիստ քուն չունեի։ Երազների մեջ նույնքան տանջվում էի, որքան դպրոցում։ Ինձ երևում էր, որպես թե նոն, մեյմունի նման առջևս պպզած, իր զզվելի ռեխը ծռմռելով ուզում էր վախեցնել ինձ։ Ռան, մի մեծ մողես դարձած, վազում էր, որ ծոցս մտնի։ Ամենից ավելի ես ատում էի ճեն, նա միշտ երևում էր ինձ վիզը ծռած ուղտի պես։ Ես ուղտից շատ էի վախենում, բայց մի տառ, որին ես շատ էի սիրում, էր օն։ Ես նրան խիստ շուտ ճանաչեցի, որովհետև նա նման էր գեղեցիկ Սոնայի բոլորակ աչքերին։ Նազելի Սոնա, քո անունը հիշելու ժամանակ ես բոլորը մոռանում եմ, ինչ որ կրեցի այն դժոխքի մեջ։ Դու էիր իմ մխիթարությունը, դու էիր քաղցրացնում իմ տխուր ժամերի դառնությունը։ Սոնան վարժապետիս աղջիկն էր։ Ես իմ կյանքում չեմ տեսել մի այնպիսի բարի և անմեղ բնավորություն։ Պատահում էր, երբ վարժապետս ինձ ծեծում էր, Սոնան մի թաքուն տեղ նստած լաց էր լինում։ Խեղճ աղջիկ, ինչո՞ւ էր նա լաց լինում։ Սիրո առաջին զգացմունքը։ Վարժապետիս ընտանիքը կազմում էին 3 հոգի՝ կինը, որդին և փոքրիկ Սոնան։ Նրա կնոջը կոչում էին Գյուլջահան։ Չնայելով իր գեղեցիկ անվանը, որ նշանակում է աշխարհի վարդը, երեծկինը աշխարհի ամենաայլանդակ արարածներից մեկն էր։ Այսուամենայնիվ, տեր հայրը, եթե չասենք սիրում էր, բայց բավականին հարգում էր նրան։ Թեև պատահած ժամանակ մանր հայհոյանքներ տալիս էր, բայց շատ սակավ էր պատահում, որ ծեծեր նրան։ Դա ուներ իր առանձին պատճառները։ Որպես մարգարեի առաջին երկրպագուն լինում է իր կինը, այսպես էլ աշխարհի վարդը տեր հոր ամենամոլեռանդ պաշտողներիցն էր։ Նա էր հռչակում կանանց հասարակության մեջ, թե որպիսի հրաշալի ներգործություններ էին անում իր ամուսնի կախարդական թղթերը։ Նա էր տարածում լուրեր, թե այսինչ և այնինչ տիկինը որպիսի բախտի հասավ տեր հոր կախարդությունների շնորհիվ։ Այսպիսով ավելանում էր վարժապետիս հաճախորդների թիվը։ Որդին Ստեփանը
Վարժապետիս երեխաների Անդրանիկն էր։ Դա մի սիրուն տղա էր, որ ամենևին նման չէր մորը։ Միշտ լուռ, միշտ մունջ, գունաթափ դեմքով և մարած աչքերով Ստեփանը մի ապուշ երեխա էր։ Չէր կարելի առանց խղճալու նայել նրա երկչոտ երեսին։ Նրա հետ խոսելու ժամանակ ես միշտ նկատում էի, որ առանց պատճառի ժպտում էր, ծիծաղում էր, արձակում էր մի քանի անմիտ, անկապ խոսքեր և իսկույն գժի նման փախչում էր, վախենալով չիցե թե իրան ծեծեն։ Խեղճը ցնորված էր։ Երբեմն ամբողջ գիշերներ անցուցանում էր նա անհանգիստ զառանցության մեջ։ Շատ անգամ քնած տեղից վեր էր թռչում և անգիտակցաբար գնում էր, ուր որ հանդիպում էր։ Այս պատճառով նրան կապում էին։ Հոր բոլոր կախարդական հնարները, որոնք ուրիշների վրա հրաշալի կերպով ազդում էին, բոլորովին անզոր մնացին գեղեցիկ Ստեփանի առողջությունը վերականգնելու։ Խեղճը մնաց միշտ խելագար։ Որքան ճիշտ էր, ես չգիտեմ, միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը։ Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր։ Մի օր հայրը բարկանալով նրա վրա կամեցել էր խրատել և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ։ Ասում էին, այն օրից խեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը։ Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով։ Բայց լինում էին օրեր, որ Ստեփանի խելքը գլխին էր գալիս։ Նա խիստ քաղցր և բարի երեխա էր դառնում։ Մենք ամենքս ուրախանում էինք և սիրում էինք նրան։ Աղջիկը, Սոնան, նույնպես լուռ երեխա էր և չնայելով իր փոքրիկ հասակին, կատարում էր տնային շատ գործեր։ Սոնան կրում էր եղբոր հեզ, հանդարտ և մուգ երկնագույն աչքերը, այն զանազանությամբ միայն, որ քրոջ աչքերը ավելի պայծառ և կենդանի էին, մինչդեռ եղբորը բոլորովին կորցրել էին իրենց կենդանի փայլը։ Սոնայի ծամերը նույնպես ավելի մուգ գույն ունեին, քան եղբոր շեկ մետաքսանման մազերը և ավելի խիտ էին, քան թե նրանը։ Զարմանալին այն էր, որ այդ երկու երեխաներից ոչ մեկը նմանություն չուներ ոչ հոր հետ, որի կերպարանքի մեջ կային մի քանի որոշ մոնգոլական գծեր, և ոչ նման էին մորը, որի դեմքը վախեցնելու չափ տգեղ էր։ Չնայելով, որ տեր֊թոդիկը 700 ընտանիքից բաղկացած մի ամբողջ թաղի ավագ քահանան էր, չնայելով, որ բացի դրանից նա վիճակավոր առաջնորդի գործակալի պաշտոն էր կատարում և այդ բոլորից առատ արդյունք էր ստանում, այնուամենայնիվ նրա ապրուստը, նրա կեցությունը խիստ չքավոր էր։ Մի քանի մթին սենյակներ, ծեփած սպիտակ կավով, նեղ բակ ցածրիկ շրջապարիսպով, այդ բոլորը կացուցանում էին նրա անշուք բնակարանը, ուր տիրում էր մշտական փոշի, աղտ, խորին տխրության հետ։ Դրացիները տեր֊հոր այսպիսի չքավոր կեցությունը վերաբերում էին նրա անփառասիրությանը և նրա աշխարհի վայելչություններին չցանկացող բնավորությանը։ Դա մասամբ իրավացի կլիներ, եթե ագահներն էլ այսպիսի հատկություններ չունենային։ Ժլատները նույնպես անապատի մեջ են ապրում, որպես տեր֊թոդիկը իր մերկ ճգնարանում։ Դերվիշությունը առհասարակ գրավիչ է լինում և հրապուրում է ռամկի սնահավատությունը, թեև դերվիշի քրքրված վերարկուի տակ շատ անգամ ծածկվում է մի շահասեր և հարստահարիչ ոգի։ Վերջին տարիներում, մայրս չկարողանալով վարժապետի ամսականը վճարել, ինձ բոլորովին ծանրաբեռնեցին տնային գործերով, այնպես որ ժամանակ չէի գտնում դասերս պատրաստելու։ Ամբողջ ցերեկը հոգիս դուրս էր գալիս կամ երեծկնոջ, կամ տեր֊հոր պատվերները կատարելով։ Մնում էր պարապվել միայն գիշերով, իսկ այդ ևս շատ անգամ չէր հաջողվում, որովհետև ճրագ և լույս չունենալու համար միշտ ստիպված էինք քնել շատ վաղ։ Քեռուստան հետ ավելի հարաբերություններ չունեինք։ Մայրս իր եղբայրներից ոչինչ օժանդակություն չէր ստանում, և եթե հնար լիներ, նա կթողներ այն խեղդված խրճիթը, որ քեռիներս շնորհել էին մեզ բնակության համար։ Մեր հույսը մնացել էր մեր բարերարի,
Որսոր Դավոյի վրա։ Նա էլ դպրոցի վերաբերությամբ ինձ չէր օգնում, և մինչև անգամ խիստ անախորժ էր թվում նրան, որ ես այնտեղ ուսում էի առնում։ Ես դեռ չեմ մոռացել այն խոսքը, որ մի օր հայրական բարեսրտությամբ որսորդը ասաց ինձ. Ֆարհադ, դուրս եկ այդ դժոխքից, դու բոլորովին կբթանաս այնտեղ։ Դուրս գամ, ինչ անեմ, ինչ սովորեմ, հարցրի ես։ Մտիր քեռիներիդ արհեստանոցը, զենք շինել սովորիր, պատասխանեց նա։ Միթե ուսումը վատ է։ Այդ ուսում չէ, որ դու սովորում ես։ Հետո նա սկսում էր երկար ու երկար ինձ բացատրել, թե ինչ բան է ճշմարիտ ուսումը, բայց ես այն ժամանակ չէի հասկանում, միայն զարմանում էի, թե ինչպես այդ կոշտ, կոպիտ մարդը, որ անդադար գազանների հետ պատերազմելով գազանի բնավորություն էր ստացել, այնքան լավ, այնքան հիմնավոր կերպով խոսում էր ուսման վրա։ Որսորդը շատ մոտ բարեկամ էր իմ քեռիներից մեկի հետ, որին կոչում էին Մինաս։ Դա բոլորովին ձրի շինում էր, նորոգում էր որսորդի զենքերը, երբ նրանց որևիցե մասը խանգարված էր լինում։ Այդ Մինասի հետ խոսել էր որսորդը, համոզել էր նրան, որ ինձ վեր առնեն իրենց արհեստանոցը, որպես աշակերտ։ Ես սիրում էի այդ արհեստը։ Իմ սիրտը դողդողում էր ուրախությունից, երբ քեռիներիս արհեստանոցն էի մտնում, և ամբողջ ժամեր նստած այնտեղ, խորին հոգեզմայլությամբ նայում էի գեղեցիկ, փայլուն զենքերին, որ դուրս էին գալիս քեռիներիս ճարտար ձեռքից։ Բայց մայրս սատանայի նման հակառակ եղավ և չթողեց, որ ես այդ արհեստը սովորեի։ Նա ատելով քեռիներիս, ատում էր և նրանց արհեստը։ Նա կրկնում էր միևնույն խոսքերը, որ ես շատ անգամ լսել էի վարժապետիցս, թե բոլոր զինագործները մեղավոր մարդիկ են, բոլորն էլ դժոխքը կգնան։ Բայց ինչու՞, մի անգամ հարցրի ես։ Նրա համար, որ թուր, սուր հրացաններ են պատրաստում, և այդ զենքերով մարդիկ միմյանց կոտորում են, պատասխանեց նա։ Թե այսպես, թե այնպես, քեռիներիս արհեստանոցը մտնելը ինձ չհաջողվեցավ։ Ես դարձյալ մնացի այն դժոխքի մեջ, որպես կոչում էր նրան որսորդը։ Բայց նույն դժոխքի մեջ ես ունեի մի մխիթարիչ հրեշտակ, որ թեթևացնում էր իմ կրած վշտերի դառնությունը։ Դա Սոնան էր, վարժապետիս աղջիկը։ Թե ինչ զգացմունք էր այն, որ կապել էր իմ սիրտը այդ նազելի արարածի հետ, ճշմարիտ ես էլ չգիտեի և մինչև այսօր չեմ կարող հասկանալ։ Սոնան ինձ շատ էր օգնում, առավել այն աշխատությունների մեջ, որ ես պետք է կատարեի վարժապետիս տնտեսության մեջ։ Երբ միասին գնում էինք այգին կովերի համար խոտ քաղելու, նա ինձ ասում էր. Ֆարհադ, դու նստիր, դասը ցերտիր, ես խոտը կքաղեմ։ Դու մենակ չես կարող բոլորը քաղել, դու կհոգնես, ասում էի նրան։ Նա ժպտում էր և իր հրեշտակային անմեղ բարեսրտությամբ ասում էր. Չէ, կարող եմ, ես չեմ հոգնի, դու սովորիր, որ հայրս չծեծե քեզ։ Թեև Սոնան շատ էր ցանկանում միշտ օգնել ինձ, որ ես ժամանակ գտնեի դասերս պատրաստելու, բայց չէր կարողանում, որովհետև վերջին օրերում նրան արգելեցին մոտենալ ինձ, և ես այնուհետև միայնակ էի գնում այգուց խոտ քաղելու և միշտ տխուր էի լինում, երբ նա ինձ հետ չէր։ Այսպես անցուցի ես 7 բոլորակ տարիներ, մի խորհրդավոր թիվ, որի մեջ թաքնված են իմ մանկության սկզբնական տանջանքները։ Այս 7 տարվա ընթացքում ես անցա գիտության բոլոր աստիճանները, այսինքն սովորեցա այնքան, որքան կարող էր սովորել այն ժամանակ մի բարձր ուսում ստացող աշակերտ։ Ես կարդացել էի բոլոր գրքերը, որ հայտնի էին մեր երկրում. Սաղմոս, Ժամագիրք, Ավետարան, Հին Կտակարան, Նարեկ և մինչև անգամ այն ահագին գիրքը, որ ես փոքր հասակումս դժվարությամբ կարողանում էի վեր առնել։ Ես կարողանում էի գրել և գրածս կարդալ։ Ես գիտեի և մի քանի կանոններ հայոց հին լեզվի քերականությունից։ Բայց մի բան,
որ չկարողացա ձեռք բերել ես, դա էր վարժապետիս խորին գիտությունը ոգիների և կախարդությունների մասին։ Այդ գիտությունը վարժապետը սպահում էր իր մոտ որպես մի գաղտնիք, որին մասնակից լինելու համար պետք էր 10-20 տարի ծառայել նրան։ Նրա դպրոցում աշակերտները երկար տարիներով անշարժ մնում և ծերանում էին։ Մորուքավոր, անմորուք, չափահաս, անչափահաս, երեխա և երիտասարդ բոլորը խառնված էին միմյանց։ 10 տարեկան էի ես, երբ մտա այդ դպրոցը։ Այն օրից անցել էր ավելի քան 12 տարի։ Դա փոքր ժամանակ չէ։ Այժմ ես բոլորովին հասուն պատանի էի։ Բայց չնայելով իմ հասակին, վարժապետս վարվում էր ինձ հետ որպես մի երեխայի հետ։ Դարձյալ նույն ֆալախկան, դարձյալ նույն խրատի հարվածները ափերիս մեջ, դարձյալ նույն մերկ ոտներով չոքելը աղյուսի կտորտանքի վրա։ Մի խոսքով, պատիժների թվից ոչինչ չէր պակասել։ Բայց զարմանալին այն էր, որ ես այն աստիճան սովորած էի այդ պատիժներին, այն աստիճան մեռած էր իմ մեջ պատվի, հպարտության և անձնասիրության զգացմունքը, որ ես անտրտունջ կերպով համբերում էի բոլորին, որպես էշը, եզը, ձին համբերում են իրենց տիրոջ անգութ հարվածներին։ Բայց մի անգամ ընդհակառակը պատահեց։ Մեծ զատկի տոնն էր։ Աշակերտներից ոչ մեկը չկարողացավ պատրաստել Դանիելի գիրքը եկեղեցում կարդալու համար։ Այդ գիրքը կարդում էին սովորաբար հարուստների որդիքը, և նրանց ծնողները մի նշանակյալ նվեր էին տալիս եկեղեցուն։ Իսկ այն տոնին վարժապետը իր աշակերտների հառաջադիմությունը ժողովրդին ցույց տալու համար պահանջում էր, որ այդ գիրքը կարդային անգիր։ Բայց հարուստների որդիների մեջ որտեղից էր այնքան ընդունակություն, որ կարողանային ամբողջ Դանիելին անգիր պատրաստել։ Մեծ սպասի սկզբից նրանք ամեն օր սերտում էին ու սերտում, բայց հենց որ մոտեցավ զատիկը, վարժապետը որից որ հարցրեց, չկարողացավ կարդալ։ Էլ ուրիշ ճար չկար։ Վարժապետը ստիպված ինձ հանձնեց պատրաստել Դանիելին։ Այն օրը մեծ սպասի վերջին ավագ ուրբաթ օրն էր։ Հիսուս Քրիստոսի խաչելության և չարչարանքի օրը։ Մի այնքան չարչարանք պետք էր մի օրվա մեջ Դանիելին պատրաստելու համար։ Ավագ շաբթի կեսօրին վարժապետը հարցրեց։ Ես կարողացա կարդալ 3/4 մասը միայն։ Գուցե մինչև երեկոյան պատարագի սկսվելը ես կարող կլինեի մնացածն էլ սերտել։ Բայց նա համբերել չկարողացավ, սաստիկ բարկացավ և նախատեց ինձ ամենակեղտոտ հայհոյանքներով։ Ես էլ համբերել չկարողացա, պատասխանեցի նրան մի քանի կոպտություններով։ Սատանայի լակոտ, ես քո հերը կանիծեմ, գոռաց նա կատաղելով, և որովհետև ավելի ժամանակ չուներ, բանտարկեց ինձ ախոռատան մեջ և հրամայեց այնտեղ փակված պահել, մինչև ինքը ճրագալույցի երեկոյան պատարագը կվերջացներ և եկեղեցուց վերադառնալով իմ հոգին կառներ։ Ոչինչ ինձ այնքան չէր տանջում, որքան այն զգացմունքը, որ ամբողջ 40 օր ծոմ ու պաս էի պահել, առավոտյան, կեսօրին և երեկոյան ժամ էի գնացել, աղոթք էի արել, իսկ այս գիշեր, որ զատկի ճրագալույցի գիշերն էր, նույնպես պիտի եկեղեցի գնայի, պատարագ տեսնեի և սուրբ երգելու ժամանակ պետք է մորս տված կարմիր ձուն տաճարին ցույց տայի և այնուհետև պասս բաց անեի, այս բոլոր ջերմեռանդ ցանկություններս անկատար մնացին, բոլորից զրկվեցա։ Կրոնական զգացմունքը վառ էր իմ մեջ, իմ հոգին լի էր ջերմ հավատքով։ Եկեղեցու ամեն մի ծեսը, ամեն մի արարողությունը, ամեն մի պաշտամունքը ինձ համար սրբազան նշանակություն ուներ։ Եվ այս պատճառով մեծ ցավ էի զգում, որ այն օր զուրկ մնացի եկեղեցուց։ Մյուս կողմից ինձ տանջում էր մի սարսափելի նախանձ։ Ես մեր դպրոցի առաջին աշակերտն էի, իսկ ինձանից 100 անգամ ստոր ընկերներս այն գիշեր պետք է եկեղեցում փող ասեին,
գիրք կարդային, շարականներ երգեին և իրենց ծնողներին ուրախացնեին, իսկ իմ խեղճ մայրը պետք է իր որդու ձայնը չլսեր։ Այս բոլոր մտածությունները այն աստիճան պաշարել էին ինձ, որ ես բոլորովին մոռացել էի վարժապետիս սպառնալի պատիժը, որ սպասում էր ինձ մի քանի ժամից հետո։ Զարմանալի հակասություն։ Նա պիտի պատժեր ինձ, նա պիտի Բարբարոսի նման նահատակեր ինձ, այն խոսքերից հետո, որ այսօր Աստծո սուրբ սեղանից, իբրև քահանա, պիտի ավետեր աշխարհին, Քրիստոս յար ևի մեռելոց, մահվանց մահ կոխյած և հարությամբ յուրով մեզ կյանս պարգևեցավ։ Իսկ իմ բանտը։ Ես իմ անձնամոռացության մեջ դեռ նրան ուշադրության չէի առել։ Չնայելով, որ ապրիլ ամիսն էր, բայց շոգերն արդեն սկսվել էին։ Գոմը, ուր ես բանտարկված էի, լիքն էր զանազան միջատներով, որոնք իրենց սուր խայթոցները խրում էին մարմնիս մեջ։ Մի կողմից անասունների հոտած աղբի արտաշնչությունը խեղդում էր ինձ, մյուս կողմից սիրտս թուլանում էր քաղցածությունից։ Ողորմած Աստված, ինչ անեի, փախչել չէի կարող, դուռը ամուր կերպով փակած էր, իսկ համբերել այն տարտարոսի մեջ մահվան չափ սպանիչ էր։ Արևը վաղուց արդեն մտել էր, խավարը ավելի և ավելի թանձրանում էր գոմի մեջ։ Ես բոլորովին կատաղեցա, ինձ տիրեց մի տեսակ խելագարություն։ Երկաթե վանդակի մեջ նոր բռնված գազանի նման, ես այս կողմ և այն կողմ էի թռչում, աշխատում էի մատներով քանդել պատերը, խորտակել սյուները, ծակել առաստաղը, կոտրել դուռը, լայնացնել նեղ լուսամուտները, որ մի հնար գտնեմ ազատվելու։ Այդ կռիվը տևեց մի քանի ժամ, մինչև ես բոլորովին հոգնեցա, թուլացա և վեր ընկա հատակի վրա։ Այդ միջոցին ինձ տիրեց երևակայության բորբոքումը և հրեշավոր ցնորքների խառնափնթորությունը։ Տատիս հեքիաթների մեջ լսած յոթ ըմբլխանի վիշապները, եղջյուրավոր դևերը, պոչավոր սատանաները ահագին խումբերով գալիս ու գնում էին աչքիս առջև։ Մտածում էի, ահա խավարը բոլորովին կպատե և դրանք կխեղդեն ինձ։ Թե քանի ժամ ես մնացի այդ տենդային դրության մեջ, չգիտեմ, միայն լսեցի հանկարծ դուռը ճռաց։ Ես ամբողջ մարմնով սարսափեցա, բայց սոսկումն անցավ շուտով։ Տեսնում եմ, ներս է մտնում Սոնան, մի այցելու հրեշտակի նման, ձեռքում բռնած յուղային ճրագը։ Նա վեր բարձրացրեց ինձ ընկած տեղիցս և նրա քնքուշ ձայնը բոլորովին սթափեց ինձ։ Վարհադ, փախիր, քանի հայրս տանը չէ, ասաց նա։ Ես կամեցա գրկել, համբուրել իմ ազատչին, բայց նա ոգիների նման աներևույթ եղավ։ Ես դուրս եկա իմ բանտից և թողեցի դպրոցը, իմ մանկության, իմ տանջանքների դժոխքը և մյուս անգամ չվերադարձա այնտեղ։ Հին ընկերներ։ Ազատվելով իմ բանտից, ես վճռեցի մյուս անգամ չվերադառնալ այնտեղ և ոչ մեր տունը գնացի, որովհետև գիտեի, որ մայրս առավոտյան կրկին ինձ կտաներ տերտերի մոտ և հանձնելով նրան կասեր. «Միսը քեզ, ոսկորը ինձ»։ Բայց ես այժմ հասկացել էի այդ սարսափելի խոսքի նշանակությունը, որ մայրս առաջին անգամ ինձ դպրոց տալու ժամանակ ասաց վարժապետիս։ Գիշեր էր, երբ ես դուրս եկա բանտից, չգիտեի, թե ուր գնամ։ Հուսահատությունը մինչ այն աստիճան տիրել էր ինձ, որ մտածում էի, էլ ուրիշ ճար չկա, գնամ գետն ընկնեմ, գուցե ազատվեմ։ Խորին վրդովմունքի մեջ ես անցա մեր ամբողջ թաղը։ Փողոցների մեջ ոչ ոք չէր երևում։ Դեպի ամեն կողմ տիրում էր խուլ լռություն։ Ամեն ընտանիք եկեղեցուց տուն դառնալով, ուրախ, զվարթ, բոլորել էր զատկական սեղանի շուրջը և ընթրիք էր վայելում։ Իսկ ես, որպես փախստական, որպես մի թշվառ դատապարտյալ, տեղ ու օթևան չունեի այս գիշեր։ Տներից բուրում էր խնկի և կնդրակի անուշահոտությունը։
Ամբողջ օդը լցված էր այդ սրբազան բուրմունքով։ Երբեմն իմ ականջին զարկում էին ուրախ բացականչություններ. Քրիստոս հարյավի մեռելոց, այո, հարյավ սիրո և խաղաղության Աստվածը։ Բայց որտեղ էր սերը, որտեղ էր խաղաղությունը, որտեղ էր եղբայրությունը։ Ես իմ կյանքի մեջ այդ բաները ոչ մի տեղ չէի տեսել։ Իմ խռովությունը այժմ հասնում էր մինչև խելագարության։ Ես այժմ ոչինչ չէի լսում, ոչինչ չէի զգում։ Ինձ մինչև անգամ անհասկանալի էին քաղցրաձայն տաղերքությունները, որ հնչվում էին այս և այն տան լուսամուտներից։ Կարծես ամբողջ աշխարհը խլացել էր ինձ համար։ Թե ինչպես հայտնվեցա գետի ափի մոտ, մինչև այսօր չգիտեմ։ Միայն հիշում եմ, երբ ես պատրաստվում էի ընկնել գետի գարնան հեղեղներից հորդացած ալիքների մեջ, ինձ կանգնեցրեց մի ձայն. «Էյ, ի՞նչ ես անում»։ Մի կողմից գիշերային մթությունը, մյուս կողմից իմ խռովությունը թույլ չտվին իսկույն ճանաչել նրան։ Բայց ինձ երևաց, որ ձայնը բոլորովին ծանոթ էր։ «Ֆարհադ, ինձ չե՞ս ճանաչում»։ Ախ, Կարո, սիրելի ընկեր, միթե դու ես։ Չէ, դու Կարոն չես։ Որտեղի՞ց եկար, ուր էիր։ Քեզ համար ասում էին։ Այսպես, իմ շփոթության մեջ սկսեցի հարցնել հին բարեկամիս, որ գրկելով ինձ խուլ ձայնով պատասխանեց. Ես եմ, Կարոն եմ։ Իմ ուրախությանը չափ չկար։ Ես երեխայի նման քարշ ընկա նրա պարանոցից։ Համբուրում էի կարոտալի աչքերը, համբուրում էի երեսը, ձեռքերը և երկար չէի բաժանվում նրանից։ Ես պատմեցի այն ավուր անցքը, իմ բանտարկությունը, իմ փախուստը և հայտնեցի, թե որպեսզի դիտավորություն բերեց ինձ գետի ափի մոտ։ Նա սկսեց ծիծաղել իմ միամտության վրա, ասելով. «Խելքդ կորցրել ես, ինչ է»։ Ապա ինչ անեմ, հարցրի ես։ Գցիր գետ այդ սատանայի կծիկը, վերջ, պրծավ գնաց։ Նա ցույց տվեց Դանիելի գրքի վրա, որը չգիտեմ ինչպես էր պատահել, առել էի ինձ հետ։ Ես առանց մտածելու գիրքը նետեցի գետի մեջ։ Ինձ այնպես երևաց, թե նրա հետ սրտիս բոլոր տանջանքները խորասուզվեցան սառը ալիքների մեջ։ Դե, շատ լավ, հիմա գնանք, ասաց նա։ Ես հետևեցի նրան ամենևին չհարցնելով, թե ուր է տանում ինձ։ Լուսնի եղջյուրը երևեցավ հորիզոնի ծայրից, և գիշերի թանձր խավարը փոքր-ինչ պարզվեցավ։ Օդը իր հովասուն սառնությամբ բավականին կազդուրեց իմ բորբոքված գլուխը։ Ես սկսեցի ազատ շունչ քաշել։ Այժմ ինձ այնքան լավ էի զգում, կարծես ոչինչ չէր պատահել ինձ հետ։ Կարոն 12 տարի առաջ թողեց մեր դպրոցը և այնուհետև անհայտացավ։ Նա դուրս եկավ մեր դպրոցից առանց մի այբի կտոր անգամ իր հետ տանելու։ Իսկ այդ 12 տարվա ընթացքում որքան փոխվել էր նա։ Լղարիկ, փոքրիկ, վատառողջ Կարոն այժմ աճել, հասունացել, հսկայական ձև էր ստացել։ Նրա համարձակ ընթացքը, հանդուգն կերպարանքը արտահայտում էին վեհություն, ուժ, անձնավստահություն։ Կարոն 4 տարով միայն մեծ էր ինձանից, բայց ես, թեև բավական բարձր էի հասակով, դարձյալ իմ գլուխը հազիվ հասնում էր նրա ուսերին։ Իմ երեսի վրա մազերի հետքեր անգամ չկային, իսկ նրա վերևի շրթունքը դեռ նոր սկսել էր սևին տալ թուխ ընչացքով։ Արևից այրված երեսը ստացել էր մուգ դեղնապղնձի գույն, բայց սև աչքերը դեռ վառվում էին նույն բոցով, որպես տեսել էի առաջ։ Ինձ երևում էր, թե այն գեղեցիկ աչքերը ավելի խոշորացել էին և կարծես մի կիսավայրենի բնավորություն էին ստացել։ Ճանապարհին նա խիստ սակավ խոսեց ինձ հետ, մի անգամ միայն հարցրեց. «Մի՞թե դեռ կենդանի է այդ հրեշը»։ Այդ հարցմունքը մեր վարժապետի՝ տեր Թոդիկի մասին էր։ Երբ ես սկսեցի նկարագրել դպրոցի դրությունը, նա ինձ չէր լսում,
իմ պատմությունը նրան չէր հետաքրքրում, կարծես նա բոլորը գիտեր։ Եվ իրավ, ինչ էր փոխվել 12 տարվա ընթացքում, որ նրան հետաքրքիր լիներ։ Բոլորը նույնն էր։ Ինձ հանդիպելը, որ սկզբում այնքան ուրախություն ազդեց Կարոյի մեջ, երևում էր, հետո պատճառ տվեց խորին տխրության։ Նրա մտահույզ լռությունն ինձ առիթ էր տալիս այսպես կարծել. բայց ոչ, ես սխալվում էի։ Կարոն նույն ժամուն բոլորովին ուրիշ բանի վրա էր մտածում, և իմ ներկայությունը կարծես թե նրան նկատելի չէր։ Նա մոռացավ ինձ։ Ինձ խիստ անախորժ թվեց այդ սառնասրտությունը նրա կողմից, և ես չկարողանալով համբերել, հարցրի. Ո՞ւր ենք գնում։ Ախ, մոռացա ասել, քեզ հիմա կտանեմ մի տեղ, ուր կտեսնես քո երկու հին ընկերներին։ Դու խո չես մոռացել Ասլանին և Սագոյին։ Ասլանին և Սագոյի՞ն, բացականչեցի ես, չկարողանալով զսպել իմ ուրախությունը, որ այնքան օտարոտի էր երևում, համեմատելով իմ ուղեկցի սառնասրտության հետ։ Որտե՞ղ են նրանք, շուտո՞վ կտեսնեմ։ Շուտով, պատասխանեց նա, շարունակելով իր ընթացքը։ Գիշերը լուսնկա էր։ Ես պարզ որոշում էի շրջապատող առարկաները։ Քաղաքը բավական հեռու մնացել էր մեր ետևից։ Խոսրովիո այգիները գիշերային մառախուղի մեջ երևում էին ծածկված արծաթի քողով, որպես թե մրափում էին խորին անշարժությամբ։ Խիստ ախորժ կերպով լսելի էր լինում առվակների խոխոջմունքը, որոնք հոսում էին կանաչ արտերի մոտով։ Օդը տոգորված բուսականների անուշահոտությամբ ծավալվում էր իր թարմ, խոնավ արտաշնչության մեջ։ Մենք շարունակում էինք ճանապարհը միևնույն ուղղությամբ։ Ինձ տակավին հայտնի չէր, թե ուր էինք գնում։ Հանկարծ Կարոն ընդհատեց մեր մեջ տիրող լռությունը և դարձավ ինձ այդ խոսքերով. Ֆարհադ, գիտես ինչ կա, ես չէի ցանկանա, որ իմ ծանոթներից մեկը տեսներ ինձ, բայց դեպքը այնպես բերեց, որ մենք հանդիպեցինք մեկ֊մեկու։ Ես հուսով եմ, որ մեր հանդիպումը կմնա որպես գաղտնիք։ Ես չպիտի գիտենամ պատճառը։ Այժմ ոչ, հետո ինքդ կհասկանաս, քանի օրից հետո։ Ես Զաքարիայի նման մունջ կմնամ, երբ այդ ցանկանում ես դու։ Հա, այդպես ինձ հարկավոր է առժամանակ ծածուկ մնալ։ Նա կրկին խորասուզվեցավ իր մտածությունների մեջ։ Կարոյի զգուշացուցիչ պատվերը չափազանց զարմացրեց ինձ։ Մի մարդ, որ ամբողջ 12 տարի հեռացել էր հայրենի երկրից, որին ամենքը կորած էին համարում, որ այժմ մի հրաշքով կրկին հայտնվել էր, ցանկանում էր դարձյալ ծածուկ մնալ, ցանկանում էր իր բարեկամներին և ծանոթներին չհանդիպել։ Ինչ էր գաղտնիքը։ Այս հարցը սկսեց տանջել իմ միտքը։ Անցնելով ավելի քան կես մղոն ճանապարհ, անապատի միջով, մենք հասանք այն տեղը, ուր անհիշելի ժամանակներից մնացել էին հին ավերակներ, որոնց մասին տատս պատմել էր ինձ այնքան շատ զարմանալի զրույցներ։ Փլատակների մեջ մի մինարետ միայն մնացել էր ամբողջ, և լուսնյակի լույսով նա ավելի գեղեցիկ էր, քան թե ցերեկով։ Նրա կապտագույն մոզաիկները այժմ փայլում էին կախարդի չրապույժներով։ Ինձ երևում էր, որ այդ մինարեթը, որպես մի վիթխարի հսկա, փառավոր կերպով վեր բարձրացած փլատակների միջից, լի ոխակալությամբ, սպառնում էր ժամանակներին։ Դուք ոչնչացրիք իմ շրջակայքում բոլորը, ինչ որ ստեղծել էր արհեստը և ճարտարությունը, բայց ես կմնամ, դեռ երկար կմնամ և կպատերազմեմ ձեզ հետ։ Բայց ոչ, այսպիսի մտածություններ չէին զբաղեցնում իմ միտքը, այլ այն րոպեում, երբ հասանք ավերակների մոտ, ինձ տիրեց մի սարսափելի խռովություն։ Երեխայությունից լսածներս այն հին, խորհրդավոր ավերակների մասին մինչ այն աստիճան գրգռել էին իմ սնահավատությունը, որ ես լույս ցերեկով երբեք չէի համարձակվում մոտենալ նրանց։
Իսկ այժմ, գիշերով, դա զարհուրելի հանդգնություն էր։ Այդ պատճառով ես իմ մտքում խիստ դժգոհ մնացի Կարոյից, երբ նկատեցի, որ ինձ այնտեղ է տանում։ Մոտենալով մինարեթին, Կարոն շվացրեց։ Մինարեթի միջից պատասխանեցին նույն զիլ և ձգական ձայնով։ Ես խորին անվստահությամբ ոտք կոխեցի նրա շեմքի վրա, երբ Կարոն հրավիրեց ներս մտնել։ Մինարեթի ներսը լուսավորված էր փայտակույտ խարույկով, որ վառվում էր հատակի մեջտեղում, տարածելով իր կարմիր ծիրանի լույսը խուլ գմբեթների մեջ։ Կրակի մոտ երկու հոգի միս էին խորովում, որ շարած էր հրացանի սումբաների վրա։ Նրանցից ոչ այնքան հեռու դրած էր հաց և գինի։ Երեք հոգի ևս մի կողմ քաշված պառկած էին մերկ գետնի վրա։ Տեսնելով Կարոյին, նրանք մոտեցան և հեռանալով դեպի մինարեթի մթին կողմը, սկսեցին անլսելի ձայնով խոսել։ Դա տևեց ավելի քան 10 րոպե։ Ես մնացի աննկատելի, ոչ ոք ինձ վրա ուշադրություն չէր դարձնում։ Այդ բավական վիրավորեց իմ անձնասիրությունը։ Ես ոչինչ չհասկացա նրանց խոսակցությունից, միայն ինձ երևաց, որ Կարոյի հաղորդածը շատ ուրախալի պետք է չլիներ իր ընկերներին, որովհետև իսկույն նկատեցի նրանց դեմքի վրա մի խորհրդավոր տխրություն։ Ես կարծում էի, թե խոսակցությունը իմ մասին էր։ Երբ վերջացրին, նրանցից գլորիկ հասակով արագաշարժ մեկը դարձավ դեպի ինձ և շիլ վառվռուն աչքերը ուղղելով իմ երեսին, ասաց. «Օհո, դու որտեղի՞ց դուրս ընկար»։ Ինձ խիստ անախորժ երևաց այդ կոպիտ հարցմունքը, և ես վրդովմունքից այնքան շփոթվեցա, որ ոչինչ չգտա պատասխանելու։ Կարոն կարծես այժմ մտաբերեց ինձ և իմ փոխարեն պատասխանեց. «Սագո, չե՞ս ճանաչում»։ Հետո դառնալով դեպի մյուսները, ասաց. «Ախ, ես ոնց մոռացա ներկայացնել, տեսեք ինչ լավ հյուր եմ բերել ձեզ համար»։ Նա ցույց տվեց իմ վրա և նրա խոսքերից երևաց, որ գաղտնի խոսակցությունը իմ մասին չէր։ Ես չեմ ասի, թե ով է, տեսնեմ կճանաչեք, շարունակեց Կարոն։ Ես նրան ձվի միջում կճանաչեի, խոսեց դարձյալ շիլ աչքերով պատանին, մոտենալով ինձ։ Ֆարհատը չէ։ Քո տունը չքանդվի, Ֆարհադ, ինչքան փոխվել ես դու, ինչ լավ տղա ես դարձել։ Այս լսելով մյուս ընկերը, որ հետաքրքրությամբ նայում էր իմ վրա, ինձ գրկեց և ուրախանալով ասաց. Ախ, Ֆարհատն է, ինչպես չճանաչեցի ես։ Կարոն ինձ ճանապարհին հայտնել էր, թե ես կտեսնեմ իմ երկու ընկերներին, Ասլանին և Սագոյին։ Այդ պատճառով դժվար չէր ճանաչել, որ ինձ այնքան սիրով գրկող պատանին Ասլանն էր, իսկ մյուս շիլ աչքերովը Սագոն։ Երկուսն էլ իմ հին աշակերտակիցներն էին, որոնք փախան մեր դպրոցից ճիշտ այն ժամանակ, երբ Կարոն անհայտացավ։ Բայց մի բան, որ դժվարացրեց սկզբից ճանաչել նրանց, այն էր, որ թե Կարոն և թե մյուս ընկերներս բոլորն էլ հագուստները փոխած էին։ Նրանք չէին հագնված այն ձևով, որպես առհասարակ հագնվում են Պարսկաստանի հայերը, այլ կրում էին մի տեսակ զգեստ, որ հատուկ է Մշու կամ Բաղեշի կողմերի լեռնաբնակ հայերին, որը շատ չէ զանազանվում քուրդ էշիրաթների հագուստից։ Սագոյի իսկական անունը Սարգիս էր, բացի դրանից մեր դպրոցում նրան կոչում էին Սատանայի եղունգ։ Այդ անունը ստացել էր նա իր չափազանց խորամանկության, ճարպկությունների և անհանգիստ բնավորության պատճառով։ Ինձ երևաց, թե այժմ նա ավելի փոքրացել էր և համարյա գունդի ձև էր ստացել, թեև առաջ նույնպես բավական կարճահասակ տղա էր։ Նրա դեմքը բոլորովին կատվի կերպարանք էր կրում։ Անփոփոխ էին մնացել միայն շիլ աչքերը, այն վաղեմի դիվական աչքերը, որ միշտ արտահայտում էին եռանդ և մի առանձին կենդանություն։ Ասլանը շատ չէր փոխվել։ Նույն խաղաղ դեմքը իր բոլոր քնքշությամբ
նույն երկնագույն հեզ աչքերը, հովանավորված խիտ թերթերունքներով, նույն անմեղ ժպիտը, բոլորը նույնն էին։ Միայն նրա շեկ մազերը այժմ ավելի մուգ գույն էին ստացել, և երեսի ճերմակ կաշին կորցրել էր իր վաղեմի սպիտակությունը։ Մարմնի կազմվածքը մնացել էր նույնպես նուրբ, որպես առաջ։ Միայն այժմ փոքր-ինչ կլորվել էր նա, և հասակը ավելի գեղեցիկ և վայելուչ ձև էր ստացել։ Ասլանը միակ աշակերտն էր, որին ես շատ էի սիրում։ Նա միշտ բարի էր դեպի ինձ և քիչ չէր պատահում, որ ամբողջ ժամերով ինձ հետ պարապվում էր։ Նա մեր դպրոցի ընդունակ և հառաջադեմ աշակերտներից մեկն էր։ Ինչ պատճառով նա թողեց մեր դպրոցը, ես հիմա էլ չգիտեմ։ Միայն նա թողեց մեծ ափսոսանքով, կարծես մի բան կապած լիներ նրա սիրտը այն դժոխքի հետ։ Մեր դպրոցում ես, Կարոն, Ասլանը և Սագոն այնպես սերտ կերպով կապված էինք միմյանց հետ, որ համարյա կազմում էինք մի անբաժան չորրորդություն։ Բայց երբ նրանք միասին անհայտացան մեր քաղաքից, ամենևին չհայտնեցին ինձ իրենց նպատակը, երևի նրա համար, որ ինձ անհարմար գտան իրենց ընկերությանը, որովհետև ես նրանցից հասակով շատ փոքր էի, բոլորովին անփորձ։ Այնուհետև նրանց մասին ամենևին ստույգ տեղեկություններ չկային, միայն երբեմն խոսվում էին զանազան օտարոտի տեղեկություններ, լսվում էին զանազան սարսափելի համբավներ, որոնց ես երբեք չէի հավատում։ Իսկ այժմ ինչ բախտ էր, որ մեզ կրկին հանդիպեցրեց միմյանց 12 տարվա անջատումից հետո։ Երկու մյուս անծանոթները, որոնք խարույկի մոտ խորոված էին պատրաստում, ամենևին չշարժվեցան իրենց տեղից, միայն երբեմն կասկածավոր աչքերով նայում էին ինձ վրա։ Եվ Կարոն չասեց, թե նրանք ովքեր են։ Երևի ուղիղ դպրոցից այստեղ, հարցրեց Ասլանը ժպտալով։ Մինչև իմ պատասխանը Սագոն մեջ մտավ։ Չես տեսնում, Ասլան, չես տեսնում, որ բոլորովին քացախել է այբուբենի մեջ, խեղճ տղա, հենց որ նայում ես երեսին, այնտեղ կարդում ես այ բժե ճե ռա խա խա խա, Ֆարհադ, այսպես չէ։ Ախ, ինչպես ազատվեցա ես։ 12 տարի է, ինչ որ մեր թոնրում այրեցին այն անիծած գիրքը, թող սատանային փայ լինի։ Սագոյի կծու և դառը կատակները ամենևին չվիրավորեցին ինձ, միայն հիշեցրին մեր աննախանձելի դպրոցական կյանքը, երբ այ բժե ճե ռան մեր հոգին հանում էր, այնքան արտասուքի և տանջանքի պատճառ էր դառնում մեզ։ Այդ միջոցին լսելի եղավ Կարոյի ձայնը. Տղերք, ով քաղցած է, թող մոտ գա։ Շատախոս Սագոն վազեց դեպի ընթրիքի սեղանը, ես և Ասլանը մնացինք մենակ։ Ինչպե՞ս է նա, հարցրեց Ասլանը դողդոջուն ձայնով։ Իսկույն հասկացա, որ Սոնայի մասին էր հարցնում։ Այնպես, որպես էր առաջ, ժպտում է, կարմրում է հետը խոսելիս, փախչում է, երբ ուզում ես գրկել, լաց է լինում, երբ իր հայրը սիրած աշակերտին ծեծում է։ Ամենը էլի այնպես է, որպես տեսել ես։ Գլխավոր փոփոխությունը, որ եղել է քո ժամանակից հետո, այն է, որ հիմա ավելի գեղեցկացել է և ավելի հասունացել է։ Ասլանը ոչինչ չպատասխանեց, բայց ես նկատեցի, որ նրա մթին դեմքը ավելի մռայլվեցավ։ Գնանք մի բան ուտենք, դու երևի քաղցած ես, ասաց նա րոպեական խռովությունից հետո։ Խարույկից ոչ այնքան հեռու պատրաստված էր ընթրիքի սեղանը։ Ինչ սեղան։ Մերկ գետնի վրա տարածել էին սփռոցի փոխարեն մի փալասի կտոր և նրա վրա դրած էր հաց, պանիր, սոխ և ավելի ոչինչ։ Տղերքը բոլորել էին այդ նահապետական սեղանի շուրջը, ամեն մեկը իր վերարկուն օթոցի փոխարեն իր տակը ձգած ունենալով։ Խորովածը հրացանի սումբաներից, որ շամփուրի տեղ էին գործածում, տաք քաշում էին լավաշների վրա և այնպես արյունաթաթախ ուտում էին։ Մի կողմում թավալված էր մի ահագին եղջերու,
որից հոշոտում էին խորովածած հունիսը։ Նրա մոտ պառկած էր գինով լիքը տկճորը։ Գավաթի տեղ գործ էին ածում մի մեծ դդումի կտրած կեսը, որի ներսույթը դուրս էին տված։ Նույն գավաթից ամենքը խմում էին հերթով։ Ֆարհադ, ինձ մոտ, ասաց Կարոն։ Ես նստեցի նրա մոտ։ Այն օրվա բոլոր անցքերը, սկսյալ հայր Թոդիկի բանտից մինչև խորհրդավոր մինարեթը, իրենց ուրախ և տխուր տպավորություններով մինչ այն աստիճան գրգռել էին իմ ջղերը, որ ես ամենևին ախորժակ չունեի մի բան ուտելու, թեև ամբողջ օրը քաղցած էի մնացել։ 12 բոլորակ տարիներից հետո սիրելի ընկերներիս հետ կրկին հանդիպելը թեև շատ ուրախալի է ինձ, բայց այն օրից, երբ նրանք անհայտացան, այնքան անհավատալի զրույցներ լսած էի նրանց մասին, որ բոլորովին չէի կարողանում ցրվել հին նախապաշարմունքը։ Այդ մանկահասակ, ծպտյալ, կերպարանափոխ եղած փախստականները երևում էին ինձ կասկածավոր մարդիկ, մանավանդ երբ նկատում էի, որ նրանք ևս ոչ բոլորովին հավատարմությամբ վերաբերվում էին դեպի ինձ։ Ես տեսնում էի նրանց մեջ մի առանձին ծածկամտություն, խիստ զգուշավոր խորհրդապահություն, որպես թե մի բանից քաշվում էին կամ վախենում էին։ Ինչու չէին կարող անկեղծ լինել ինձ հետ։ Ինչն էր ստիպում նրանց, որ վերադառնալով հեռավոր երկրներից, փոխանակ իրենց բարեկամների և ազգականների մոտ գնալու, նրանք ընտրել էին այդ անմարդաբնակ ավերակները։ Չէ որ քաղաքը շատ հեռու չէր այնտեղից, այն քաղաքը, ուր նրանք ծնվել էին, ուր մի քանիսի ծնողքները դեռ կենդանի էին։ Ինչու չուրախացնել կարոտալի ծնողներին, մանավանդ զատկական մեծ տոնի ժամանակ, երբ հայրը, մայրը գրկելով նրանց Քրիստոս հարյավ ի մեռելոցի փոխարեն պիտի ասեին. մեր որդին կորած էր, գտնվեցավ, մեր որդին մեռած էր, կենդանացավ։ Իմ մտատանջությունը, իմ նույն ժամում տխրամած դեմքը չէր կարող աննշմարելի մնալ ընկերներիցս, մանավանդ Սագոյի արծվի տեսությունից, որ դարձավ դեպի ինձ այս խոսքերով. Կեր, սիրտդ բաց արա, ինչ ես ռեխդ թթվածրել ձմեռվա երկնքի պես։ Չլինի թե մտածում ես, հիմա մայրս սպասում կլինի ինձ, հիմա նա ասում կլինի, ախ ինչ եղավ, չեկավ որդիս, փլավը սառեց, ախ չեկավ որ ուտե։ Իմ խեղճ մայրն էլ այս խոսքերը ասելով մեռավ, բայց սիրելի որդու երեսը չտեսավ։ Դու էլ, Ֆարհադ, մյուս անգամ մորդ եփած փլավը չես ուտի։ Նա սկսեց ծիծաղել։ Զատկական փլավը աղքատ ընտանիքի աղքատ զավակի համար մի այնպիսի բարիք էր, որ նա երբեք մոռանալ չէր կարող։ Արևելյան կերակուրների այդ թագուհին, որ հարուստները վայելում են համարյա ամեն գիշեր, աղքատի տանը մուտք է գործում տարեն մի անգամ միայն, այն է զատկական տոնի օրը։ Բայց իմ ցավը փլավը չէր։ Ես գիտեի, որ մեր տանը այն գիշեր փլավ չէր լինի և ոչ որևիցե զատիկվա կերակուր, որով մայրս և քույրերս կարողանային իրենց 40 օրվա պասը բաց անել։ Ինձ միայն դուր չեկավ Սագոյի վայրենի զգացմունքը դեպի մայրական գութը։ Ես երեսս շուռ տվի նրանից և դարձա դեպի Կարոն, որ գինով լիքը ահագին գավաթը մեկնեց ինձ, ասելով. Խմիր։ Ես այսքանը չեմ կարող խմել, պատասխանեցի ես հրաժարվելով։ Խմիր, կսովորես, ասաց նա ժպտելով։ Ես դարձյալ հրաժարվեցա։ Ես էլ առաջ գինու հոտը առնելիս հարբում էի, մեջ մտավ Սագոն, բայց հիմա ուրիշները քո հոտը առնելիս են հարբում, վրա բերեց երկու անծանոթ երիտասարդներից մեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր։ Ես ընդունեցի Կարոյի ձեռքից գինու գավաթը և դատարկեցի մինչև կեսը։ Այդ առաջինն էր մինչև այն օր, որ միանգամից այնքան խմեցի։ Խոսակցությունը գնալով ավելի կենդանանում էր։ Գինու գավաթը արագությամբ պտտվում էր։ Լուռ էր միայն Ասլանը։
Թեև նա ևս ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում էր։ Ինձ բոլորովին անծանոթ մնացին երկու երիտասարդները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, իսկ մյուսին Ջալլադ։ Ովքեր էին նրանք կամ որտեղացի, ես չկարողացա գիտենալ։ Միայն ինձ երևում էր, որ Զեյթունի կողմերից պետք է լինեին, և նրանց թե հագուստի ձևերը և թե բարբառը հաստատում էին իմ կարծիքը։ Չգիտեմ, թե ինչու ես այնպես հակակրությամբ էի վերաբերվում դեպի այդ երկու վիթխարի տղամարդիկը, որոնց թե խոսակցությունը, թե վարմունքը և թե դեմքերը արտահայտում էին կատաղի վայրենություն։ Ընթրիքը վերջացավ, երբ տկճորից գինին սպառվեցավ։ Խարույկի վրա ավելացրին փայտ և կրկին մինարեթի մթին կամարները սկսեցին փայլել ծիրանի լույսով։ Այդ միջոցին նրանք սկսեցին խոսել ինձ բոլորովին անհասկանալի մի լեզվով։ Խոսակցությունը, որ սկզբում մեղմ էր, հետզհետես հասկանալով, հասավ տաք վիճաբանության։ Ասլանը նույնպես սառը և հանդարտ կերպով վիճում էր, որպես ընթրիքի ժամանակ խմում էր։ Սագոն չէր դադարում անընդհատ շատախոսելուց։ Նրա կատվի դեմքը բարկությունից բոլորովին լրջացել և ճակնդեղի գույն էր ստացել։ Կարոն հանդարտ էր որպես միշտ, բայց նրա ճակատի երակները հաստացել և դեմքը ավելի խոշոր գծագրություն էր ստացել ոչ այնքան շատ խմելուց, որքան ներքին վրդովմունքից։ Երկու երիտասարդները կարծես չէին խոսում, այլ արձակում էին մի տեսակ վայրենի հնչյուններ, որ ավելի նման էին գազանների մռնչյունին։ Ես սարսափում էի և միշտ սպասում էի, թե ահա վեր կկենան և միմյանց կկոտորեն։ Ես ոչինչ հասկանալ չկարողացա, թե ինչ առարկայի վրա էր վիճաբանությունը, միայն նկատեցի, որ Կարոյի հեղինակությունը բոլորին հաղթեց։ Այժմ խոսակցությունը սկսեց մեղմանալ և կրկին բոլորը հանգստացան։ Ճշմարիտ ասած, այդ աղմկալի տեսարանը, այդ տաք, կրակոտ վիճմունքները ոչինչ բավականություն չպատճառեցին իմ մեջ, և ես երկար նրանց լսել չկարողացա։ Մի տեսակ տխուր ձանձրույթ տիրեց իմ սրտին, անսովոր խմելուց գլուխս սկսեց պտույտվել, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով։ Կարոյի մանկությունը։ Այստեղ ես ստիպված եմ մի փոքր կանգ առնել, թողնել ընկերներիս խորհրդավոր մինարեթի մեջ և դառնալ դեպի Կարոն։ Այդ անձնավորությունը, որ գլխավոր դերերից մեկը պիտի խաղա իմ պատմության մեջ, արժանի է առանձին ուշադրության։ Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար։ Նա մեր քաղաքի բնիկներից չէր, որտեղացի էր, ոչ ոք չգիտեր, միայն ասում էին. մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իր թոռը։ Զումրուդը (կնոջ անունը այսպես էր) հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին։ Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում։ Այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր։ Չգիտեմ որպիսի զգացմունք կապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում։ Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքը վիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում։ Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ։ Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել։ Այդ պատճառով աշակերտների ակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրենցից հզորները։ Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ
Համարձակ և աներկյուղ աշակերտ։ Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր։ Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներ գործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ։ Շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների։ Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նա ընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ։ Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն։ Առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը իր խորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների տամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր։ Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ինչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտով սպանված աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն։ Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում։ Կարոն ուներ այդ հատկությունները։ Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում։ Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղամարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ։ Կարոն թեև այսպիսի քաջագործություններ չէր կատարում, բայց նա անում էր այն, որ մեր երեխաներիս աչքերում ավելի մեծ նշանակություն ուներ։ Պատահում էին այսպիսի դեպքեր, և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ։ Ամեն երեկո, երբ աշակերտները դպրոցից վերադառնում էին իրենց տները, մահմեդականների փողոցներից անց կենալու ժամանակ հավաքվում էին թուրքերի, պարսիկների երեխաները և ծեծում հայ երեխաներին։ Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էին նրանք և մեզ տեսնելու ժամանակ երգում էին։ Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր. հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ միասին կուրանան։ Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով, բայց նրանք ծեծում էին մեզ։ Աշակերտները գանգատվում էին իրենց ծնողներին, բայց ինչ կարող էին անել ծնողները։ Մեծերը ծեծվում են մեծերից, իսկ փոքրերը փոքրերից։ Մի անգամ Կարոն ասաց մեզ. «Գիտեք ինչ կա, տղերք, այդ թուրքի լակոտները մեզ միշտ կծեծեն, քանի որ մենք նրանց առջևից կփախչենք։ Պետք է մենք էլ ցույց տանք նրանց մեր ձեռքի զորությունը»։ Աշակերտներից շատերը հակառակեցին, թե դա անկարելի բան է, թե ինչպես կարելի է թուրքի, պարսկի երեխայի վրա ձեռք բարձրացնել։ Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք։ Ինչո՞վ, հարցրեց մեկը։ Առաջ մեր մուշտիներով, ասաց Կարոն, իսկ երբ այդ չօգնի, սկսեցեք քարերով։ Դարձյալ աշակերտներից շատերը չհամաձայնվեցան։ 10 հոգի միայն ընդունեցին Կարոյի առաջարկությունը, որոնց թվում գտնվում էինք ես, Ասլանը և Սագոն։ Կարոն կազմակերպեց իր փոքրիկ գունդը։ Ինքն առաջ ընկավ, Ասլանին և Սագոյին կարգեց վերջապահ, իսկ ինձ կանգնեցրեց մեջտեղում, որովհետև ամենից փոքրն էի։ Մեր գրպանները լիքն էին քարերի գնդակներով։ Այսպես սկսեցինք առաջ գնալ։ Մեր ընկերներից մի քանիսը, որ մեզ հետ չմիացան, հեռվից հետևում էին մեզ, որ տեսնեն, թե ինչով կվերջանա այդ հիմարությունը։ Թուրքերի փողոցի մեջտեղումն էինք, երբ մի խումբ մահմեդական երեխաներ, մեզ տեսնելով, սկսեցին իրենց սովորական երգը։ Դա կռվի հրավերքն էր։ Տղերք, չվախենաք, հենց որ նշան կտամ, սկսեցեք,
ասաց Կարոն։ Մահմեդական երեխաների խումբը մոտեցավ, մեր ճանապարհը կտրեց։ Թողեք, որ անցնենք, ասաց Կարոն։ Չենք թողնի, մինչև ձեզ մոտ գտնված սպիտակ թղթերը մեզ չտաք, ասաց նրանցից մեկը։ Ոչինչ չեք ստանա, պատասխանեց Կարոն։ Մահմեդական երեխաները սովորություն ունեին մեր ձեռքից խլել մեր գրելու թղթերը և երբեմն հափշտակում էին մեր գրքերը։ Թեև այս վերջինները նրանց պետք չէին, բայց քանի օրից հետո դարձնում էին, փոխարենը ստանալով փող կամ էլ մի ուրիշ բան։ Մի անգամ իմ նոր կտակարանը, որ գերի էր ընկած մի թուրք երեխայի ձեռքում, ես կարողացա ազատել նրան տալով իմ զմելին։ Ով էր սովորեցրել նրանց, թե նրանք իրավունք ունեին հափշտակելու հայ երեխաների իրեղենները։ Իսկ այս անգամ նրանց պահանջը հանդիպեց սաստիկ ընդդիմադրության։ Երբ Կարոն պատասխանեց, թե ոչինչ չեք ստանա, այդ միջոցին մահմեդականներից մեկը վրա պրծավ և խլեց նրա գդակը։ Կարոն մի հարվածով ցած գլորեց անզգամին և խլեց գդակը։ Առաջին անգամն էր, որ մահմեդական երեխաները տեսան գավուրի հարվածը, և այդ հանդգնությունը սաստիկ բարկացրեց նրանց։ Սպանեցեք, ձայն տվեցին միմյանց։ Սկսեցեք, ասաց մեզ Կարոն։ Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկ երեխայական կռիվը, որ սկսվեցավ մեր և նրանց մեջ։ Սկզբում մահմեդականները փոքր էին թվով, բայց մի այնպիսի վայրենի ճիչ և աղաղակ բարձրացրեցին, որ նրանց ձայնից մի քանի րոպեի մեջ հավաքվեցավ այնքան բազմություն, որի թիվը մեր կրկնապատիկը եղավ։ Ես չգիտեմ, ինչ էր պատճառը, որ կռվի մեջ մեզ տիրեց մի այնպիսի կատաղություն, որ բոլորովին մոռացանք, թե մենք հայի զավակներ ենք, թե մեր բազուկները կապված են, թե մենք համարձակություն չի պիտի ունենանք մահմեդականի վրա ձեռք բարձրացնելու։ Մեր պիղծ, միշտ անգործության դատապարտված ձեռքը։ Կարոն մի սարսափելի փոթորիկի նման, դեպի որ կողմը և դառնում էր, իր առջևից ցած էր գլորում թուրքի երեխաներին։ Նրա օրինակը մեզ սիրտ ու խրախույս տվեց։ Ասլանը, ասլանի ձագի նման, իր զորեղ ճանկերով բռնում էր նրանց և ձեռքը կոկորդներին դնելով կիսախեղդ էր անում։ Փոքրիկ Սագոն իմ աչքում ավելի աճել և ավելի մեծացած էր երևում։ Նա դևի նման կռվում էր իր մարմնի բոլոր անդամներով։ Ձեռքով մուշտի էր խփում, ոտքով քացի էր տալիս, գլխով նաղդա էր գալիս, ատամներով կծում էր, եղունգներով ճանկռում էր։ Ոչ սակավ քաջությամբ հանդիսացան և մեր մյուս ընկերները, որոնց ճարպկությունները մի առ մի նկարագրելը շատ երկար կլիներ։ Միայն այսքանը կասեմ, որ բոլորից թույլը, բոլորից անվարժը կռվի մեջ ես էի։ Ես այս րոպեիս էլ առանց ծիծաղի չեմ կարող գրել այս տողերը, թե ինչով էի օգնում ընկերներիս։ Ես միայն գետնի ծափերով հող էի վեր առնում, ցրում էի թուրք երեխաների երեսի վրա, որ նրանց աչքերը լցնեմ հողով, որ կուրացնեմ նրանց, որ ոչինչ չտեսնեն, և այսպիսով հեշտացնեմ ընկերներիս ջարդել նրանց։ Չնայելով, որ մահմեդական երեխաները մեզանից կրկնապատիկ թվով ավելի էին, այսուամենայնիվ նրանք խույս տվեցին կռվի դաշտից և սկսեցին հեռվից մեզ վրա քարեր արձակել։ Դուք էլ քարերով, ձայն տվեց Կարոն։ Մենք կատարեցինք նրա հրամանը։ Այդ միջոցին վրա հասան մի քանի չափահաս մահմեդական պատանիներ, և մենք ստիպված էինք փախչել։ Մեր ընկերներից մի քանիսը վնասվեցան։ Մի տղա թևքի վրա դանակի վերք ստացավ։ Մի ուրիշի ատամները ջարդվեցան քարի հարվածից, իսկ իմ գլխի փոքրիկ սպին, որի նշանը մնացել է մինչև այսօր, ստացված է այն օրվանից։ Վերադառնալով տուն, մայրս սաստիկ բարկացավ, երբ լսեց մեր հիմարությունը։ Նա պատրաստվում էր ինձ ծեծել, որ խրատվեմ, որ թուրք երեխաների հետ գործ չունենամ, բայց գլխիցս հոսող արյունը մի փոքր մեղմացրեց նրա բարկությունը։ Նա չէր մեղադրում նրանց, որ իմ գլուխը պատառել էին։
այլ մեղադրում էր ինձ, թե ինչու ես մասնակցեցի կռվի մեջ։ Այդ պատճառով սկսեց սաստիկ անիծել ինձ. «Գետինը մտնես, գրողը տանե քեզ, չար սատանա, պատանդ կարեմ, անիծված, նաշդ տեսնեմ» և այլ այսպիսի խոսքեր։ Մյուս օրը ես դպրոց գնալ չկարողացա, որովհետև մի ամբողջ շաբաթ տանը հիվանդ պառկած էի։ Այդ հիվանդությունը ազատեց ինձ մեր վարժապետի պատժից։ Ինձ պատմեցին, թե բոլոր աշակերտները, որոնք մասնակցել էին կռվին, սաստիկ ծեծ կերան։ Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրենց ծեծել։ Միթե ինքը դպրոցը չէր պատրաստում մեզ ծեծվելու համար։ Միթե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը։ Թեև խիստ թանկ նստեց մեր կատարած անկարգությունը, բայց նրա հետևանքը բավական օգտավետ եղավ մեզ համար։ Այնուհետև մահմեդական երեխաները սկսեցին վախենալ մեզանից և ավելի հարգանքով վարվել։ Եվ շատ սակավ էր պատահում, որ նրանց փողոցներից անց կենալու ժամանակ մեր ընկերները ծեծվեին, մանավանդ երբ խումբերով էին անց կենում և պատրաստ էին ընդդիմադրել։ Այդ անցքից հետո Կարոն նշանակություն ստացավ իր ընկերների մեջ և համարյա բոլորին պաշտելի դարձավ։ Ամեն մեկը խոնարհվում էր նրա հեղինակության առջև։ «Տեսա՞ք, ֊ ասաց մեզ Կարոն մի քանի օրից հետո, ֊ շանը մինչև չծեծես, չի բարեկամանա»։ Այդ բոլոր անկարգությունների խմորը, Տեր֊Թոդիկի լեզվով, Կարոն էր։ Վարժապետը վաղուց արտաքսած կլիներ այդ խռովարարին իր հիմնարկությունից, եթե մի քանի պատճառներ արգելք չլինեին։ Որպես վերևում ասացի, Կարոյի տատը հմուտ էր ժողովրդական բժշկության մեջ։ Իր արհեստով նա վայելում էր քաղաքի ոչ միայն հայ հասարակության հարգանքը, այլև մահմեդականների մեջ մեծ պատիվ ուներ։ Նրա պատվի համար Կարոյին ներում էին։ Բացի դրանից, Զումրուդը իր բժշկական հնարներով ոչ սակավ օգնում էր միշտ հիվանդ տերտերակնոջը և ամենևին վարձատրություն չէր պահանջում։ Մի դեպքի պատճառով ինքը Կարոն հեռացավ Տեր֊Թոդիկի դպրոցից։ Մեր դպրոցը ուներ մի վերակացու, որին կոչում էին Խալֆաթ Թաթոս։ Այդ Գոլիաթը կլիներ 30 տարեկան, այսինքն՝ հասակովը 15 տարի մեծ Կարոյից։ Նա կարիճից վախենում էր ամեն տեսակ պողոտչներից և մինչև անգամ ճանճերից։ Միակ արարածները, որոնցից չէր վախենում Խալֆաթ Թաթոսը, էին աշակերտները։ Երեխայությունից այդ տիտանը ձրի ծառայում էր, սպասավորություն էր անում Տեր֊Թոդիկի մոտ, որպեսզի նրա շնորհքից, նրա գիտությունից մի մասն ստանա, որ ինքն էլ կարողանա քահանայական փիլոնը գցել ուսին և վարժապետական աստիճանին արժանանալ։ Բայց խղճալին իր կյանքում մի անգամ միայն կարողացել էր եկեղեցում լույս զվարթ երգել և այն օրից միշտ պարծանքով էր հիշում այդ փառքը։ Աշակերտները նրան կոչում էին դպրոցի շուն, այն պատճառով, որ ամեն օր ճաշից հետո յուրաքանչյուր աշակերտի սեղանից ավելցած փշրանքը Խալֆաթ Թաթոսի կերակուրն էր։ Բայց այնքան բազմաթիվ աշակերտներից ավելացած պաշարը դարձյալ չէր բավականացնում կշտացնելու շատակեր Խալֆայի անհագ որկորը, որ պատմական Շարայի հետ կարող էր ազատ մրցություն անել։ Նա, բացի դրանից, ստանում էր կաշառքներ խեղճ աշակերտներից, որոնք ծածուկ տալիս էին նրան մի ամբողջ լավաշ, որ չծեծեր կամ իզուր չպատժեր նրանց։ Խալֆաթ Թաթոսը կոչվում էր դպրոցի շուն առավել այն պատճառով, որ ամենին կծում էր, ամենի վրա հաչում էր։ Աշակերտները հանգստություն չունեին այդ բարբարոսի ձեռքից։ Կարոն սաստիկ ատում էր նրան։ Օր չէր անցնում, որ մի խայտառակություն չսարքեր նրա գլխին։ Տեսնում ես, հանգստի ժամանակ նման է գալիս դպրոցի բակումը կարգ պահպանելու համար։ Աշակերտները երկյուղացությամբ նայում էին նրա վրա։ Կարոն դևի նման ծածուկ մոտենում է, քարշ է տալիս Խալֆայի ետևից մի աղվեսի պոչ։ Նա ոչինչ չէ նկատում, շարունակում է ման գալ և աշակերտներին սպառնալ, որ հանգիստ լինեն, մինչդեռ աշակերտների մեջ տիրում է ընդհանուր ծիծաղ և հռհռոց։
Մի անգամ կեսօրից հետո վարժապետը գնացել էր քնելու։ Այդ ժամանակ ամենաավուր սովորության համեմատ մեզ հավաքում էին և ածում դասատան մեջ, որ լուռ մնանք, շարժում չգործենք, որպեսզի վարժապետի քունը չխանգարվի, որովհետև նրա սենյակը կից էր մեր դասատանը։ Մենք քարե արձանների նման նստած էինք։ Խալֆան երկար ճիպոտը ձեռին փառավոր կերպով անցուդարձ էր անում դասատան մեջ, որպես սուլթանն իր պալատում։ Տիրում էր գերեզմանական լռություն, ճանճի թռչելն անգամ լսելի էր լինում։ Կարոն նայեց նրա վրա և իմ կողքին խթելով ասաց. «Տես, Ֆարհադ, այդ ավանակի ականջները եթե կտրես, մի ջուխտ լավ տրեխ դուրս կգա»։ Վերակացուն, իհարկե, ոչինչ չլսեց, միայն Կարոյի սրախոսությունը Խալֆատ Հաթոսի ահագին ականջների մասին այնքան ճիշտ էր, որ ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, որով դարձրի իմ վրա ամբողջ դասատան ուշադրությունը։ «Չոքիր», գոռաց Խալֆան, ցույց տալով անկյունը։ Ես պատրաստվեցա կատարել հրամանը։ «Դու չես չոքի, Ֆարհադ», ասաց Կարոն։ «Ինչո՞ւ», հարցրեց վերակացուն ավելի բարկանալով։ «Նրա համար, որ ես ծիծաղեցրի նրան, նա մեղք չունի», պատասխանեց Կարոն։ «Ուրեմն երկուսդ չոքեցեք», ասաց վերակացուն կրկին անկյունը ցույց տալով։ «Ոչ ես կչոքեմ, ոչ նա», պատասխանեց Կարոն վրդովված ձայնով։ Ես նկատեցի, Կարոն գունաթափվեցավ, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և աչքերը լցվեցան արյունով։ Դրանք նրա կատաղության նշաններն էին։ Չգիտեմ վերակացուն այլևս ինչ խոսեց, միայն այն տեսա, որպես վագրը թռչում է փղի պարանոցի վրա և իր սուր ճանկերով բռնում է նրա կոկորդից, նույնպես և Կարոն բռնեց վերակացուի վզից ու մի քանի պտույտներից հետո ահագին Գոլիաթը գլորվեցավ գետին։ Կարոյի երկաթե մատները սեղմվեցան նրա կոկորդի վրա, ողորմելին սկսեց խռխռալ։ Հետո թռչելով շնչասպառ Խալֆայի կուրծքի վրա, Կարոն ասաց. «Տես, ես այստեղ կչոքեմ»։ Ամբողջ դասատունը հավաքվելով հազիվ կարողացան ազատել թշվառ Խալֆային Կարոյի ճանկերից, որ այնուհետև մինչև կես ժամ ուշաթափ մնաց։ Կարոն առանց մի խոսք խոսելու նույն րոպեում թողեց դպրոցը և կրկին չվերադարձավ այնտեղ։